Իսրայելը փորձում է եւ որոշել է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Դե որ sense նայում ենք այս արձագանքները, հասկանում ենք մի բան, մեկն ասում է, որ այդ անում են թուրքերին, չգիտեմ, թուրքերի դեմ, ոչ թե մեր համար, մյուսն ասում է, չգիտեմ, ինչի համար են անում, այսօր Ադրբեջանը բողոքել է այդ հարցով, նոտա է տվել, եւ այլ։ Ճիշտ ասած, ես չեմ հասկանում Ադրբեջանը ինչ կապ ունի ցեղասպանության հետ, որ տենց վիզ դրած բան անում, բայց իր գործն է։ Ինքը իր մասով թող պատասխան տա, որովհետեւ ինքը իր ցեղասպանությունը Արցախում է, ոչ թե 15 թվին։ Կարանք անենք մի եզրակացություն։ Ցեղասպանության հարցը դա միայն հայոց հարց չի։ Տեսեք ինչ եմ ասում։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կապ չունի ինչ պատճառով։ Կապ չունի, բացարձակ կապ չունի։ Ինչ ասեմ, աշխարհում հիմնական պատճառը հենց քաղաքական նպատակահարմարության պատճառն է, որ եթե մեկը սպասում որ ախպերական բան է ճանաչելու ինչ որ մի հարց, չի լինելու դա։ Նորից եմ ասում, հայոց ցեղասպանությունը դարձել է ոչ միայն հայերի հարց։ Եվ ուզի մեր երկրի այսօրվա դավաճան ղեկավարը, թե չուզի հայոց ցեղասպանության հարցը պարբերաբար բարձրանալու է եւ պարբերաբար ճանաչում է ստանալու այն երկրների կողմից, որոնք նույնիսկ կարող է այսօր դեմեն։ Ոչ միայն ցեղասպանության հարցը։ Օրինակ, հայերի մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դա էլ մեզնից կախված չի։ Ոչ էլ այսօրվա դավաճանից է կախված։ Չէ, որտեղ կա պատմություն, կա այդ պատմության ընկալում տարբեր երկրների կողմից։ Նույն Թուրքիայում ասում են հայերը վատն են։ Իրան դասագրքերը դպրոցի որ նայեք, հա ընդ գրած է, թե մենք ինչ կներեք գիշատիչ կենթանիներ ենք։ Բայց մեր պատմությունը այդ ձևով ճանաչում են։ Եվ հիմա սա ոնց էլ նկարի փոխի, մեկը իրանց այդ դասագիրքը չի փոխվել։ Չի ասելու, որ մենք լավն ենք։ Ոնց որ Ալիևն է ասում։ Մենք չենք մոռանա հայերը ինչ են արել մեր գլխին։ Հավատացեք, մենք իրանց համար գիշատիչներ ենք, որոնց պետքա ոչնչացնել։ Համար հայոց ցեղասպանությունը վերադառնալով այդ հարցը։ Եվ հայերի գոյությունը եւ հայերի պատմությունը հայերից կախված չի։ Նորություն եմ ասում շատերի համար։ Բայց իմացեք ինչ եմ ասում։ Ոչ մի ազգ չի կարող իր պատմությունը թազուց գրի։ Չկա այդպիսի բան։ Իսկ ոնց որ ցուցատալի պրակտիկան մարդու կնիկել չեն կարող թազուց ոչ մի բան սկսել։ Ջորջան, ես այսքան ասում եմ, ինչի համար որ հասկանանք, որ մենք միևնույն է այս վիճակից դուրս են գալու ու ամեն ինչ լավ է լինելու։ Ինքն էլ թող սիրտիկներ ցույց տա, ինչ որ երաժշտության տակ էլ մտածի, չգիտեմ, բաներ ասի ձեզ։ Ինքը թող հիշի, որ ինքը ընդհանրապես քաղաքացիական ժուրնալիստ է։